Ես նույնպես զեղծարարության զոհ եմ դարձել։ Լիսեյում հայտարարություն էի տեղադրել մանկական սայլակը վաճառելու նպատակով։ Ոմն Տիգրան Արմինե անունով անձը վայվերով իմ հետ կապ է հաստատում, խնդրում, որ գգա մեր ապրանքի հետևից Yandex.Go-ի միջոցով, որպեսզի բեռնատարը իմանա, թե որտեղ որ ուղղությամբ կա, խնդրեց իմ հասցեն, ընդհանրապես տան հասցեն եմ տվել եւ խնդրեց քարտի արխիվի համարները, որպեսզի գումարը փոխանցի։ Ինձ ասաց, որ լինք ուղարկեց, ասաց մուտք գործեք այստեղ, ստանալ կոճակի վրա սեղմեք, որ կոդ կգա ձեզ, որը կհաստատի դա դուք եք, ըստ որի տվյալ անձը, Տիգրան Արմինե օգտատերը, որը կհաստատի, որ դա դուք եք եւ գումարը անմիջապես կնստի, որտեղ իբրև Yandex.Go-ի համակարգը այդ ձևով է աշխատում։ Ինձ եկավ տվյալ հաղորդագրությունը բովանդակությունը օտար լեզվով, քանի որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, պարտավոր չեմ մի քանի լեզուների տիրապետել, իսկ իրենք որպես Հայաստանի Հանրապետության աշխատակից, չգիտեմ, կազմակերպություն պարտավոր էին հայատառ եւ հայերեն բովանդակությամբ, քանի որ օտար լեզվով էր բովանդակությունը ուղարկվել։ Ես Իմը ID բանկն է։ Հաղորդագրությունը ուղարկվել է, քանի որ նախապես ինձ ասել էր, որ կոդ կգա, դա անձը հաստատելու կոդն է, որ դա դուք եք, ընդհանրապես դա տեղադրեք։ Ես, այո, դա տեղադրել եմ այդ հատվածում ու 5 րոպեվա ընթացքում նկատելով, որ գումարը չի նստում իմ քարտին, փորձեցի մուտք գործել Իդրամ։ Իդրամը արգելափակվել էր, փորձեցի զանգահարել բանկ, Իդրամ բանկի աշխատակիցը երեկոյան 10-ին, չգիտեմ ինչով էր զբաղված, որ 10 րոպե շուրջ իրեն զանգահարել եմ, իրենց բոլոր օպերատորները զբաղված են եղել այդ պահին, միայն Իդրամի աշխատակիցը արձագանքեց, իմ զանգին արգելափակեց Իդրամը եւ այդ ընթացքում պարզ դարձավ, որ 2 վարկ է իմ անունով ձևակերպել շուրջ 1.100.000-ի։ Այնինչ մի ամիս առաջ դիմել է հենց ID բանկ, որպեսզի ինձ գումար էր պետք որոշակի չափով, ինձ ընդհանրապես առաջարկեցին, կարող ենք տրամադրել 600.000 դրամ, այդքանից ավել չեն կարող, բայց արի ու տես կիբերհանձագործը լավ էլ կարողացավ ձևակերպել այդ վարկը։ Հետաքրքիրն այն է, որ եթե վարկ են ձևակերպում, ինչու չեն օնլայն տարբերակով, ինչու ինչ-որ անձը հաստատող որևէ տարբերակով ինձ հետ կապ չեն հաստատում, քանի որ իրենց մոտ տեսանելի է, որ ուրիշ դիվայսով են մուտք գործել իմ համակարգ։ Քարտի թվերն եք գրել, վրայի թվերը, թե հետևի երեք։ Միայն դիմաց արխիվի թվերն եմ գրել։ Հետագայում ես պարզում եմ, որ կիբերհանցագործները այո կարողանում են անգամ այդ արխիվի թվերով կարողանալ մուտք գործել Իդրամ հաշիվ։ Լավ, ես իմ տվյալները վստահել եմ Իդրամին, ID բանկին, իսկ իրենք ինչու չեն ապահովագրել իմ այդ հավելվածը, իմ տվյալները։ Ես զոհ եմ եղել։ Սխալմամբ վստահել եմ ինչ-որ կոդ, ոչ ավել, ինչ-որ կոդ վստահել եմ նրանց։ Նրանք նկատելով, որ մուտք են գործել ուրիշ դիվայսով իմ համակարգ, կարող էին ու վարկ են ձևակերպում, կարող էին անմիջապես արգելափակել կամ ինձ հետ կապ հաստատել, արդյոք դա ես եմ, թե ոչ, նոր վարկը ձևակերպեին, իսկ ինչու դա չեն արել։ Բանկ մոտենում ենք վարկ ձևակերպելու համար, մեր անձնագիրը տրամադրում ենք իրենց, նայում են մի հատ անձնագրին, մի հատ մեզ, արդյոք դա մենք ենք, թե ոչ։ Իսկ օնլայն վարկ ձևակերպելուց ինչու որևէ անձը հաստատող քայլ չեն ձեռնարկում։ Տեսեք, ասացիք կայքով եք փորձել եք վաճառ կատարել Լիսեյում։ Արդյոք կայքի հետ կապված ինչ-որ բան կայքը պատճառ Ոչ, ես բազմիցս շատ իրեր վաճառել եմ այդ տարբերակով, ոչ մի խնդիր չի եղել, եթե անկեղծ, ու առհասարակ հաճախակ եմ օնլայն շոփինգով զբաղվում։ Ու երբևէ նման խնդրի առաջ չեմ կանգնել, երբևէ։